Ի աջակցություն ծնողների եկել եք այստեղ, ինչ կարող եք ասել, նախ պարզ դարձավ, որ ռազմական ոստիկանության 7 ծառայող բողոք է գրել, ասելով, որ Պաշտպանության նախարարության դիմաց տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել։ Ծնողները այստեղ նաև պատմում էին մեզ, որ ծնողներն էլ են վնասվածքներ այդ միջադեպի արդյունքում ստացել եւ այնտեղ իրավիճակը բավականին լարված էր, հախուռն էր եւ այս մարդիկ արդարացի պահանջով այնտեղ էին, որպեսզի իրենց որդիներին գտնեն։ Խնդրին լուծում չտալու, չկարողանալով խնդրին լուծում տալ, քաղաքական ղեկավարությունը սկսել է դիմել այսպիսի մանիպուլյատիվ գործողությունների, զոհված զինվորների ծնողների ու անհետ կորածների ծնողների հուզական ֆոնի վրա նրանք կարողացել են կոպիտ ասած աչոք հավաքել եւ 7 ծառայողների համակարգի ծառայողների տված ցուցմունքների հիման վրա գործ են կարել այս մարդկանց վրա, փորձելով զսպել այդ ամեն ինչը, սակայն արդեն 5-րդ տարին է լրանում։ Այդ մարդիկ ավել բան չեն ուզում, իրանց զոհված զինվորների տեղն են ուզում իմանան, իրանց զոհված զինվորների մարմինն են ուզում, որպեսզի հողարկավորեն, այո, կամ եթե գերի են տեղեկություն չունեն, դրա մասին տեղեկություն հայտնեն իրենց, կամ էլ 4-րդ տարբերակը որպես քաղաքական ղեկավարություն տան այնպիսի պատասխան, որ գոնե այս մարդիկ դուրս չգան ամեն անգամ այդ ցավով չգնան հասնեն Պաշտպանության նախարարության շենքի դիմաց կամ չգան կառավարության շենքի դիմաց ու այդ ցավը ամեն անգամ այս ազգը չտեսնի ու չապրի։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բակվում էր, հայտնի չի, օրինակ այս հարցը քննարկվել է, չի քննարկվել, հայտնի չի ընդհանրապես քանի, այսինքն անհետ կորած կա իրական թիվը, հա, տարբեր թվեր են նշվում, պաշտոնական թիվը այլ էր, հետո ծնողները այլ թիվ հրապարակեցին։ Տեսեք, այլ գերի բառն էլ չի շոշափում, քաղաքական ղեկավար կոչվածը այնտեղ ձևակերպում էր տվել գերիներին անազատության մեջ գտնվող անձինք էր կոչել, պատերազմի երկարատև պայքարի արդյունքում անազատության մեջ հայտնված անձինք է արդեն կոչում ու այդ արդեն նիշը շատ անհամեմատ ցածրացել է եւ ես չեմ պատկերացնում, որ հայկական կողմը կարողանա ինչ-որ բան պահանջել նրանցից, եթե Իլհամ Ալիևը չցանկանա գերիներին վերադարձնել ինչ-որ բան զիջելու պայմանով։ Իսկ այսպիսի քայլերով ձեր կարծիքով կարողանան ճնշել ծնողներին, նրանց պայքարը, պահանջներ։ Այստեղ մենակ ծնողների հարցը չի, ուղղակի մենք սիրում ենք խնդիրը հասնի կրիտիկական կետի, նոր դուրս գանք փողոց, դուրս գանք պայքարելու, ասենք այս անարդարություններ, սա հետևանքն է այս քաղաքական իշխանության կամք չունենալու։ Ուղղակի պետական կառավարումը ձախողել են ու արդյունքն նա, որ 5 տարի պատերազմից անցել է արդեն մեր քաղաքական ղեկավարությունը չի կարողանում զոհվածների հարցը 100%-անոց լուծել։